ինչ անենք, որ այդ փաստաթղթերը չդառնան թղթի շերեփ։ Որտեղ այսօր բոլորը ոնց որ թե մետաղյա շերեփն են ման գալիս։ Իրականում ի սկզբանե նման գործընթացներ սկսելուց երբեք չպետք էր նման տրամաբանությամբ մտնել, որ դա կարող է լինել թղթի շերեփ եւ մենք չենք մտնել։ Այսինքն թուղթը ինքնին պետք է ապրեցնել, հա, ոչ թե պարզապես թուղթը իր համար, ինքն իր համար։ Իսկ ապրեցնելու համար մենք պետք է թե անենք մեր տնային աշխատանքը ներսում, եւ թե մեր գործընկերների հետ աշխատենք ցույց տալու համար մեր ընդհանուր շահերը, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդ թվում նոր վարչակազմի, Եվրոպական միության հետ, մյուս գործընկերների հետ, եւ փաստացի այդ մենք որ անընդհատ ասում ենք բալանսավորված կամ բալանսավորման արտաքին քաղաքականություն, հենց դրա մասին է, որն իդեպ շատ դինամիկ process է, այսինքն նաև ստերեոտիպային արտաքին քաղաքականությունը կամ հաճախ որ ասում են վեկտորային կամ ինչ որ ալյանսային, հա, որ դու այս մի խմբի մեջ ես վերջ, ուրեմն ուրիշ ոչինչ չես կարող անել կամ եթե նայում ես միայն այն կողմ, ապա չես կարող նայել մյուս կողմ։ Դա ըստ էության կորցրել է իր արդիականությունը եւ մենք դա, ես կարծում եմ, թող սա անհամեստություն չհնչի, բայց մենք վաղուց ենք հասկացել։ Այսինքն վաղուց վերջերս, բայց ոչ մի քանի օր առաջ։ Ու մենք մի քանի տարի ըստ էության այդ տրամաբանությամբ ենք շարժվում եւ օր-օրի համոզում ենք, որ դա ճիշտ